Ողջույն հարգելի հայրենակիցներ, վերջերս նկատեցի, որ Հայ ազգային կոնգրես նախկին ՀՀՇ-ն ժողով էր գումարել եւ այդ ժողովրին իմ տարբեր մարդիկ կային, Էդմոն Մարուքյան, այնտեղ Մեսրոպ, Մուսրոպ եւ այլն, Լուսավոր Հայաստան, այնտեղ տարբեր կառույցի ներկայացուցիչներ կային, ուղղակի անհասկանալի էր, թե ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները ինչու էին գնացել այնտեղ, որովհետեւ Լևոն Տեր-Պետրոսյանը ինքը իր սեփական շրթունքներով ասում է Սամվել Կարապետյանը, որ միակ թեկնածուն է, որ կարող է բոլորին համալերել մի գաղափարի շուրջ։ Այդ ինքդ քեզ ինչու ես խաբում, այ քոր գոռնապշտիկ, ազգի կործանարար, հայ ազգի թշնամի։ Սամվել Կարապետյանը, որ թեկնածու կարող է լինի, այդ բոլորս գիտենք։ Բա դու ինչու ես Լևոն Զուրաբյանին թեկնածու առաջ քաշել։ Ձայների փոշիացումով ես զբաղվում, թե բայևոյ բլեֆով։ Ուժեղ Հայաստան կուսակցության խմբակցության վրա է զարմանքս, էլի, ինչու են գնացել դրանց, խաբկանքին են գնացել հավատում, Լևոն Տեր-Պետրոսյանը ես իշխանության պահող պայպայողն է, մի մոռացեք, որ իր բոլոր ՀՀՇ-ի շքախումբը այս իշխանությունը ղեկին նստած են, նախագահից բռնած, աշտարակի դատարանի նախագահից դուսեկած, Վլադիմիր Կարապետյան, Զաքարյան Աշոտ, Ջանգիրյան Գագիկ, այդ բոլորը սաղ իրար շներն են, որոնք որ լսվել են ներկայիս հանցավոր ռեժիմի մեջ։ Ձեզ էդի ակնհայտ չի պարզ, չի ինչու է գնացել այդ շների։ Զարմանում եմ, Էդմոն Մարուքյաններ ասում էր ընդդիմությունը, բա իհարկե ընդդիմություն է, այդ եղավ Էդմոն ջան, այդ քեզ ով ասեց, որ ընդդիմություն է։ Հենց որ Լևոն Տեր-Պետրոսյանի միակ ցանկությունը էս Հայաստան անուն քարտեզի վրից ջնջելն է, խաբկանքի գցել, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի իրական թշնամին Ռոբերտ Քոչարյանն է, նաև Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով որ ամենագերագույն վարչապետի թեկնածուն կարող է լինի ներկա պահին, անկախ ամեն ինչից, նա թե կալանավորված է, թե ազատության մեջ է, միևնույն է, մեր վարչապետի թեկնածուն կարող է լինի, ցանկացած վարքյանին, այնպես որ դուք այդպես հույսեր մի փայփայեք, ձեր Զաքարյան Աշոտ, Ռազմիկ Պետրոսյան, մյուսներով, Լևոն Տեր-Պետրոսյան, ուժեղ Հայաստանին էլ մի խնդրանք ունեմ, հետազոտեք դրանց նոր գնացեք դրանց ժողովներին, իմացեք դրանք ով են, Հենց որ ժողովուրդ ջան, խաբկանքի մի ենթարկվեք, համենայն դեպս ժողովուրդ ջան, շնորհակալություն ուշադրության համար, դիտեք և տարածեք։